Առողջական խնդիր էր սկսում, անկեղծ պիտի ասեմ, բրոնխիտ, երևի գիտեք ինչի, նոր սկսվող փուլ էր, ինձ բժիշկը ասեց, որ եթե հենց հիմա թարգես, ես խոստանում եմ, որ իսպար կվերանա քո մոտ, եթե չէ խորանալու է, իմացի բժիշկս էլ Աշոտ Կորյունիչը, ողջունում եմ, եթե հիմա ինձ նայում է, հիվանդանոցի անունը չեմ տա, որ գովաց չլինի, բայց բժիշկս այն հին ուստա բժիշկներից Լեննագանցի մարդ գնացի մոտը խորհուրդ տվեցին, ասին լավ մասնագետ, ծանոթացան, հանեց այդ ինչա գործիքյան լսեց ինչ հա ստետոսկոպ ֆայնասկոպ ուրիշ տարբերակներ կան ընկերներ հանեց այդ սկոպը մի խոսքով սկոպը հաստատ է չէ վերջում սկոպով լսեց թոքերս կատեին արել պատկերը նայեց նստեց ում ուշադիր երթվում եմ սա իրական դեպք է բացեց սիգարետի պաշկեն հանեց այսօրվա պես հիշում եմ Camel, հա, դեղին ֆիլտր թունդ հանեց, մի հատ վառեց, քաշեց, ու մինչև փչել ասեց վիճակդ լուրջ է, ո չէ։ Երթվում եմ, սա իրական դեպք ինձ հետ է, իրա սենյակ, վիճակդ լուրջ է, հովո ջան ասեց, որ չթարգես թոքերդ վարի ես տալու, բալես, փչես դեպք։ Երթվում եմ, շատ դժվար է։ Գրեթե անհնար սիգարետը թարգելը, շանս չկա, հավատացեք, երբ որ թարգելու բժիշկը ծխող է։ Ու այդ ֆրազան ասելուց ծխում փչումա վրա հետ, հասկանում, ոնց որ գնաս լյարդի բժիշկի մոտ մտնես, տենաս հարբում է տնական բանը։ Հովիկ ջան, շնորհավորում եմ ծննդյանդ օրը, առաջի անգամ շատ ջահել էի, բանակում իմ խաղալու ժամանակ էր, եկար կանգատներով և ամենակարևոր բանը ես չեմ մոռանում, ասի հոյիկ ջան, քեզ ծխել չի կարելի, դու բրոնխիտ ունես ու հետո մի ամիս հետո ես իմացա, որ դու այս սենյակից դուրս գալուց հետո թողել ես ծխելը, որից ես շատ ուրախացա, առիթը այն է, որ ոչ միայն ծնունդը շնորհավորելը, երբեք չեմ մոռանա, նու ինչի չէ, պարոդիա ասեմ, թե ինչ ասեմ, քո այն փոքր ստենդափա կոչվում դա, երևի, հա, հումորային, այսպես ասած, բեմադրությունը իմ մասին, որ շատ բարի հումոր կար այնտեղ։ Մենակ նախապես հիմա ասեմ, որ քո ծխելը թողնելուց հետո ես էլ թողեցի ծխելը, երբեք ինձ սպիտակ խալաթով այլևս չհանդիպես, ասին որպես բժիշկ ես քո հետ չշփվեմ, ես քո մասնագիտությանը ներկալնեմ, դու ինձ ծառայես, ոչ թե ես քեզ, ողջունում եմ, այսքան է։ Իմ ընկեր Գուգոյին զանգեցի մի քանի ամիս առաջ, Գուգոյի մասին խոսել եմ նախկինում, այն կհիշեք քանդակագործ ընկերս, կրծքերով հիշեցիք, չէ Գուգոյին, կրծքերի քանդակի հեղինակը, Գուգոն, հրաշալի տղա, կատու ունի, կատու է պահում քանի տարի է, քանի ամիս առաջ էր, քաղաք կենտրոնին ժամ ու կես ազատ ժամանակ ունի, ասի վաղուց չեմ տեսել, զանի ասի Գուգ ջան, ինչ կա, կարող ազատ ես քաղաք ես տեսնենք, ասես չէ ապի ջան, շատ խառն եմ, ասի ինչ ա եղել, ասես կատվից ռեանիմացիայից տեղափոխում ենք պալատ։ Այ որ ասում կարող է Գուգոյին չեմ զանգել, չէ, բայց կատվին հա, Գուգոն կատու, ասի ինչ նորից կրկնում, ռեանիմացիայից ասում ա։ Ես պատկերացրեցի էլի այդ վիճակը, որ կատվին սիստեմա միացրա ստանում եմ, ու Գուգոն հետևից կիցի ջան, ոնց ես հիմա։ Ինքն էլ են չեմ խոսում, չէ, այդ վախտերը հիմնականում գլխով են անում։ Ինչպես տեսնում ես, կատային արդեն դուրս են գրել, լավ է, իրա թաթիկը լավացել է արդեն։ Ինքը չի ուզում քո ծնունդը շնորհավորի, բայց ես կշնորհավորեմ։ Շնորհավորում եմ քո ծնունդը, ցանկանում եմ առողջություն։ Այն մնացածն էլ դու ինքդ կարաս հասնես, արդեն երկար տարիներ անում ես դա, նույն տեմպով շարունակի ու շնորհավոր, կատա շնորհավորի ամոթա։ Շնորհավոր, լավ, շնորհավոր, չի ուզում էլի։ Այս վերջես գնացել էի ընկերոջս հիվանդատես, իմ տարիքի տղա է, գնացի, տենց վիրահատություն էր փոքր, թեթև։ Վիրահատություն էլ չի կարելի անվանել, միջամտություն են ասում դրան, բառի բուն իմաստով, միջամտություն էին արել,
Միտքեր մի խոսքով, հեմորոյդ։ Գնացի դե ինչ պետք է տանես, հայկական ավանդական, բնական սոկ, բանան վերցրի, ասի փափուկ, լոգիկայով ասի դե գեմարոյի խնդիրա, փափուկ մտնի, փափուկ դուրս գա տղենի, հասկացա, նորմալ։ Գնացի գոգ ջան, պրիվետ, բան ասի, բա ոնց եղավ, միշտ այնց հիմար հարց կա, չէ՞, սկզբից, բա ոնց եղավ, իրատությունը լինի, մարդ մեռնի, ինչ լինի, ասես, բա ոնց է, արա քեզ ինչ դե եղե պրծել է, այլ այդպես միտքը։ Ոնց եղավ, սկսեց պատմել, ասեց, ապեր, ընկերոջս վիրահատել էին, եկա տեսակցության, երդվում եմ հիմա ինչ ասում եմ իրականությունը։ Ընկերոջս վիրահատել էի, եկա տեսակցության, ասեց շատ լավ են արել վիրահատությունը, ես էլ արեցի։ Երդվում, լսում եմ, չեմ հավատում, ասում մի րոպե։ Իսկ անկախ նրանից դու դրա կարիքը ունես, թե չէ, ում մոտ լավ է անցել ինչ-որ վիրահատություն, դու էլ ես վիրահատում, չէ, ախպեր ասես, դե ո, ես սկսար էլի բան, ասում բա ինչ, դե ասում է նայեց բժիշկը տեսավ այդ փոքր փուչիկ կա, ասես ես գնալով կարող է մեծանա տարիքի հետ եկա գեմարոյների մեջ ընկնես, արի հիմա վառենք բանման, պարկեցի, վառեցին, 2 օր պարկելու եմ, դու այրել էին, բան, հիմա լսեք, ես պատմեց պրծավ, նայեց դեմքիս, սենց արեց, կարող է դու է ուզես ախպեր։ Ձեն չեմ հանում, շարունակում է, ախպեր, մի տարիքի տղա ենք, հով ջան, սաղս էլ նույն զիբիլներն ենք ուտում, վատ սնունդով սնվում, գիշերներ ենք ննում, սառը տեղ, երկար չոր տեղ ենք նստում, բան, կարող է, միած ստուգի, բան, արա թարսի պես ինձ էլ սենց բաները համոզելը, նենց հեշտ է, չեկել կարապատ, ասի ցավոտ է, արդեն կոդրվել եմ, մանրամասներով եմ հետաքրքրվում, ասես չէ, ախպեր, այդքան էլ չէ, մի ասես թտից ծակոցա բան, ասի, բայց վախ, արա մի վաղեց, ցիվիլ հիվանդանոցա, լուրջ բժիշկներ են, ասես շատ կիրթ մտնում նայում են, ասի կիրթ մտնելը որն է, մեղա չէ, կիրթ մտնելը որն է, էլ մի հատ եկեք խորանան, ծեծում նոր են մտնում, կիրթը որն է, չգնացինք դոկտոր ջան նայքում եմ բերե, իրա մոմենտով լավ մարդ է բերե, վայ Հովանես ջան դե ճանաչես բան, շատ ուրախ եմ, մտքումս ասում դու ուրախ կլնես, ասա ես ուրախ եմ։ Հով ջան, պրակտոլոգի մոտից որ դուրս եկար, ասեմ, բավականին երջանիկ էիր եւ շնորհակալ։ Բայց լավ, արի չխորանանք, որտեվ ես էլ շատ բաներ էլի ունեմ հիշելու, այսօր ծնունդդ է։ Շնորհավորում եմ, քեզ շատ ձեռքբերումներ, շատ սեր եւ լիքը ֆանտազիա։ Այ հերու չգնամ, իմ մամայից սկսած, ինչ շատ հետաքրքիր է խոսում, խոսալու ձևը չի հետաքրքիր, իրան բովանդակությունը։ Անենց է հետս խոսում, ժողովուրդ, իրան թվում է 7 տարեկան եմ։ Ես հասկացել եմ, այս 30 տարին ինքը չի հասկացել ոնց է անցել, հա, 7 տարեկան եմ մնալ, որտեվ տենց է խոսում իմ հետ։ Ասենք զանգում է բան մեկ կամ ես եմ զանգում, հիմա մենք առանձին ենք ապրում։ Զանգում եմ մամ ջան, պրիվետ, բալես, ոնց ես, ինչ ես, ինչ կա, չկա, բան, լավ, բան, տանն ես, բալես, ասում եմ, չէ, դուրս եմ եկել։ Ասում է, դուրը փակեցիր դուրս գալուց։ Արա, կասկած անգնում մեջը։ Հապայի արև եմ, որ փակել եմ հաստատ, բայց որ այդ ինֆորմացիան հələ չեմ մարսել, ասում եմ գազերը անջատեցիր, ջրերը, բան, տենց, հոսանքը, բան ու խորանում, հետո հասկանում եմ, որ ինքը ընդամենը մամա է, այդքան բան, ասում եմ մամ ջան, ինչ անջատելու էր, անջատել եմ, ինչ փակելու էր, փակել եմ, ցավտան, ու խոսում ենք անջատում, ինձ թվում է մի պահ որ խոսացինք, անջատեցինք, հեսա հետա զանգելու ասի, տղեզ որ խոսացինք, բրցանք հերոսը անջատեցիր, ու միացել ես։ Հով ջան, շնորհավորում եմ ծննդյանդ օրը։ Տղաս քեզ շատ ենք սիրում բոլորս։ Ես հատկապես հպարտանում եմ քեզնով։ Ուզում եմ որ շատ առողջ լինես։ Երկար ապրես։ Քո ձագուկի գլխից անպակաս լինես քո հրեշտակի։ Դու քո սիրած գործով ես զբաղվում ու դա շատ լավ է, ամեն մեկին չի հաջողվում զբաղվել իր սիրած գործով միաժամանակ վաստակել։ Ուզում եմ, որ բեմը եւ դու միշտ իրար հետ լինեք, ծափահարություններդ չպակասեն, ուժ ու կորով քեզ եռանդ, որպեսզի գործդ շարունակես, միշտ քո սիրած գործով զբաղվես եւ առողջ լինես։
Ես շատ հաճախ շփվում եմ մեր դպրոցի երեխաների հետ, ովքեր չգիտեն, ասեմ, մենք արդեն 3 տարի է հիմնել ենք արվեստի դպրոց, դերասանական դպրոց, եւ շատ հաճախ շփվում եմ սաների հետ, ասում եմ, երեխեք, ինչ երգեր եք լսում, ես իբր ուզում եմ պուլսի վրա ալնեմ, էլի ժամանակի, ասում եմ, Ջասթին Բիբեր, ինչ Ջասթին Բիբեր, ընկերը, ասում եմ, բա ինչ, սկսում եմ տառեր ասել։ Գիտեք, որ հիմիկվա երգիչները տառեր են։ JFT բան ենք լսում, MBC բան, LSD, այսինքն Իրականում թյուր կարծիք է, որ մենք չենք լսում լավ երաժշտություն։ Ընկեր Հովանես, մի թերագնահատեք մեզ։ Իսկ հիմա շնորհավորում ենք ձեր ծննդյան տարեդարձը։ Արիզմոդի մուստես